Մերձավանի դպրոցի հայտնի միջադեպից հետո աշակերտներից մի քանիսը տեսախցիկների առաջ ներողություններ են խնդրում եւ այլն ըստ էության կա արդյոք պարտադրանքի միջոց ուսումնասիրվել են այդ տեսանյութերը ձեր կողմից թե ոչ։ Ես հիմա դրան էլ կանդրադառնամ, պարզապես հարցը ավարտեմ ու պարտադիր Փայլակ ջան հակխոսեմ դրա վերաբերյալ եւս։ Ըստ էության այս առումով մենք մեծ թվերի եւ մեծ դեպքերի մասին ենք խոսում, նաեւ այն պատճառով, որ իմանում ենք դրա մասին, բայց այսօր նաեւ հնարավոր մեթոդներն են, հա, մեծացել եւ շատացել։ Այո, ցավոք պետք է ասեմ, որ մենք էլ ենք շատ դեպքերում գործ ունենում երեխաների նկատմամբ սեռական բռնության եւ սեռական ոտնձգության դեպքերի հետ, երբ այդ թվում իրենք են բողոքում մեզ, այսինքն խորհրդապահական եղանակով տեղեկատվություն են փոխանցում հարցի մասին։ Այս առումով ես հատուկ կառավարության նիստի շրջանակում էլ խոսեցի այն առնչությամբ, որ կարծում եմ, որ այսօրվա մեր համակարգը իրապես պատրաստ չէ պատշաճ արձագանք ցուցաբերելու այս հարցերին, որովհետև օրինակ նույն խնամակալության եւ հոգաբարձության մարմինները շատ անարդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանք են ոլորտում իրականացնում եւ մի շարք այլ հարցեր այստեղ կարելի է շեշտադրել, ձեր նշած առևանգման դեպքերը եւ այլն, դրանք եւս ընդհանուր համակարգի մաս են կազմում, որպեսզի մի փոքր կարճ ավելի պատասխանեմ ձեր հարցին, քանի որ շատ մեծ թեմա է, կարող ենք առանձին հարցազրույց ունենալ դրա մասով։ Երևի թե ձեր հարցին պատասխանելու եմ։ Ուղղակի այստեղ ասեմ, որ երեխայի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմը պետք է համապատասխանեցվի կոնկրետ չափանիշներին եւ պետք է պրոֆեսիոնալ գործի, բայց եթե ձեզ հետաքրքրի, կարող ենք այս հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց ունենալ։ Ինչ վերաբերում է Մերձավանի դպրոցի հետ կապված դեպքերին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ ի սկզբանե, երբ նաեւ ես ինքս եմ հայտարարություններ տարածել, ես հատուկ շեշտադրել եմ նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության կարեւորությունը եւ երեխայի լավագույն շահի հաշվառումը, որովհետեւ մենք մշտադիտարկել էինք եւ այդ մշտադիտարկումները վերլուծելու արդյունքում հանգել էինք եզրակացության, որ օրինակ, հա, երեխաների մասնակցությամբ տեսանյութեր էին տարածվում, որոնք իհարկե բնականաբար երեխայի խոսքը եւ այլն դարձյալ իրավունքի տեսանկյունից նորմալ չէր, բայց երեխայի պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ անհրաժեշտ է հաշվի առնել նրա լավագույն շահը եւ տեսանյութը տարածելու արդյունքում երեխաները եւս թիրախավորվել էին։ Դա էր պատճառը, որ մենք կոչ էինք արել նախ ընդհանրապես չտարածել նման տեսանյութեր, չթիրախավորել երեխաներին եւ զերծ մնալ այդ թիրախավորումից։ Ինչ վերաբերում է ձեր նշած տեսանյութերին, ապա պետք է նշեմ, որ ըստ էության մեծ համենայն դեպս որևէ ահազանգային մասին, որ պարտադրանք է եղել երեխաների նկատմամբ մենք չենք ստացել, բայց ես պետք է դարձյալ այստեղ նորից էլի արձանագրեմ, որ միգուցե օրինակ օրենսդրական ակտերում հատուկ արգելքներ չկան, օրինակ երեխաների մասնակցությամբ տեսանյութ տարածելու հետ կապված չկա արգելք օրենսդրական, ոչ էլ միջազգային կարգավորումների մակարդակում, բայց կա հստակ չափանիշ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել նախ երեխայի լավագույն շահը եւ չխախտել անձնական տվյալները։ Օրինակ մի տեսանյութ կար, որտեղ հենց նույն դեպքերի հետ կապված է երեխայի տեսանյութեր, երեխայի մասնակցությամբ եւ կարծես թե նախկինում նաեւ երեխային այսպես օգնություն էին տրամադրել եւ այլն, դարձյալ չեմ ուզենա ես հրապարակել այդ հանգամանքները, ու մենք հատուկ նաեւ տարբեր մարմինների գրել ենք այն մասին, որ անձնական տվյալների պաշտպանության առումով պետք է շատ ուշադիր լինել եւ եթե անձնական տվյալները տարածվում են ոչ պատշաճ եղանակով, հատկապես նաեւ երեխաների պարագայում, իրավասու մարմինները պետք է իրանց գործիքները գործի դնեն, այսպես ասած։